Ով չի աշխատում, նա չի ուտում։ Լատիշական հեքիաթ։ Մի ջահել տղա ուզում էր ամուսնանալ հարևանի աղջկա հետ, բայց հարևանը չէր համաձայնվում։ Ինչու աղջկանդ ինձ չես տալիս, հարցնում է տղան։ Ախր շատ է ծույլ, պատասխանում է հարևանը։ Չեմ ուզում տեսնեմ, թե ոնց պիտի տանջվես նրա հետ, ոնց պիտի ծեծես ծուլության համար։ Աղջկա տուր ինձ, համոզում է տղան հարևանին։ Ես խաթրով կգամ նրա հախից, ես ծուլությունը բուժող դեղ ունեմ։ Հա, դե լավ, համաձայնվում է հարևանը։ Տղան կնոջը բերում է տուն։ Առաջին շաբաթը կինը քիչ ու միչ գործ է անում։ Երկրորդ շաբաթը արդեն ամեն կերպ աշխատում է գլուխ պահել, իսկ ամուսինը ձայն չի հանում, լռում է։ Մի անգամ առավոտ շուտ բատրակների հետ գնում է խոտ հնձելու, իսկ կինը մինչև կեսօր մնում է անկողնում պառկած։ Ամուսինը բատրակների հետ տուն է գալիս նախաճաշելու, իսկ կինը մենակ հորանջում է ու ճաշի հոտ անգամ չի գալիս։ Ամուսինը նորից ոչ մի բան չի ասում։ Ուտում են ինչ որ լինում է ու նորից գնում են խոտ հնձելու։ Տնից դուրս գալուց առաջ ամուսինը փակում է բոլոր պահարանների դռները և բանալին վերցնում, որ կինը ոչ մի բան չկարողանա ուտել։ Ճաշին էլ է այդպես անում, հետո նաև ընթրիքին։ Կինը ուզում է բացել դռները, բոլորը փակ են։ Էդպես էլ ամբողջ օրը սոված ման է գալիս։ Հաջորդ առավոտյան ամուսինը բատրակների հետ գալիս է նախաճաշելու, իսկ կինը դուրս է գալիս նրան ընդառաջ ու ասում. Ես խրճիթի կեսն ավլել եմ։ Լավ ես արել, ասում է ամուսինը, ու կես ափսե շիլա է տալիս նրան։ Նաև կես կտոր հաց ու էլ ոչ մի բան, ու ոչինչ էլ չի խոսում։ Մյուս օրը կինը ամբողջ խրճիթն է ավլում։ Ամուսինը նրան տալիս է մի լրիվ կտոր հաց ու մի ամբողջ ափսե շիլա։ Երրորդ օրը կինը խրճիթն ավլում է, հովվին ճանապարհ գցում, կաթսան դնում է կրակին ու վազում ամուսնու մոտ։ Ամուսնյակս ջուրը եփում է կաթսայի մեջ, արի ձավարը լցրու։ Դե որ դու արդեն կարողացել ես կաթսան դնել կրակին, ուրեմն ձավարն էլ կարող ես լցնել։ Վերցրու բանալիները ու ինքդ լցրու։ Կինը վերցնում է բանալիները և այդ օրվանից դառնում է ամենալավ տանտիկինը։ Մի 2 շաբաթ հետո աները գալիս է տեսնելու, թե իր ծույլ աղջիկը ինչ է անում, ոնց է ապրում։ Ծերունին մտնում է խրճիթ ու նստում, իսկ աղջիկն ասում է. «Մի նստիր, հայրիկ, մի նստիր, նա ով անգործ նստում է, մեր տանը հաց չի ուտում»։ Նստիր, հայրիկ, ասում է ամուսինը, հյուրերը նստած են հաց վաստակում, իսկ տնեցիները գործ անելով։